Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ես 50-ամյա տղամարդ եմ, կանգնած էի մթության մեջ և թաքնվում էի սեփական որդու սենյակի պահարանում։ Զգում էի ինձ վերջին հիմարի պես, շնչում էի հին փոշու հոտը և վախենում էի շարժվել։ Բայց միայն այդպես կարող էի սեփական աչքերով տեսնել, թե ինչի էր կինս Անահիտը վերածում Նարեկիս կյանքը ամեն գիշեր ճիշտ ժամը 2-ին։ Մի կպիր ինձ, խնդրում եմ, պետք չէ։ Ահա այդ ճիչը, 8-ամյա տղայիս, սեփական որդուս, երբ մայրը ձեռք է մեկնում նրան։ Գիտեք, սա հավանաբար ավելի սարսափելի է, քան դանակը մեջքին։ Այդ երեկո ես գիշերային հերթափոխից վերադարձել էի Գյումրիի հացի գործարանից։ Հոգնած էի, ահա Նարեկս իմ, Նարեկս, ընթրիքի ժամանակ գդալն գցեց։ Սովորական բան է, երեխա էի վերջո, իսկ Անահիտը կինս, միայն նայեց նրան, և նա կծկվեց աթոռին։ Ես ինքս նրա տակ ընկա, շշնջացի, իսկ ինքը նայում էր նրան ինչպես նապաստակը օձին։ Նա ձեռքը մեկնեց նրան, ասեց տուր ինձ։ Եվ ահա այդ ժամանակ նա վախեցած ճչաց. «Մի արա, բարև ձեզ, ինձ Հայկ են ասում, 51 տարեկան եմ և ուզում եմ ձեզ պատմել այն, ինչը հավանաբար ոչ ոքի չեմ պատմել կյանքում, բայց կարծում եմ պետք է։ Միգուցե ինչ-որ մեկին դա կօգնի չանտեսել այն, ինչը ես անտեսեցի։ Ինձ համար կարևոր կլիներ իմանալ, որ ես մենակ չեմ տեսել նման բան։ Իդեպ, դուք որտեղից եք լսում ինձ, որ քաղաքից, որ երկրից, գրեք, եթե դժվար չէ։ Շատ հետաքրքիր է, թե որտեղ են ապրում մեր մարդիկ, և մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին։ Ես պարզ մարդ եմ, ամբողջ կյանքս ղեկին եմ։ Վերջին 15 տարիներին Գյուրգիի հացի գործարան, գիշերային հերթափոխի վարորդ։ Տաք հաց եմ բաժանում խանութներին, մինչ քաղաքը քնած է։ Գրաֆիկը միշտ հարմար էր ինձ։ Գիշերը աշխատում եմ, առավոտյան ժամը 7-ին արդեն տանն եմ։ Անահիտը Նարեկին դպրոց է հավաքում։ Ես նրանց ճանապարհում եմ, սուրճ եմ խմում և քնում։ Ցերեկը տանն եմ, բայց քնում եմ։ Երեկոյան ժամը 6-ին եմ արթնանում, բոլորս միասին ընթրում ենք։ Ես որդուս հետ դասեր եմ ստուգում, մի քիչ խաղում և նորից հերթափոխի։ Տունը ինձ համար միշտ եղել է տեղ, որտեղ քեզ սպասում են, որտեղ հոգով ես հանգստանում։ Այդպես ես առնվազն միշտ մտածել եմ։ Անահիտս իմ, նա բոլորովին այլ էր։ Մենք նրա հետ քանի տարի է արդեն միասին, հաշիվը կորցրել եմ, ծանոթացել ենք դեռ 90-ականներին։ Նա մեր ավտոբազայի հաշվապահությունում էր աշխատում, ջարպիկ էր, արագ, աչքերով։ Ես նրա հետ սիրախաղ էի անում, ամեն ինչ պարզ էր, առանց հնարքների։ Ամուսնացանք, ապրեցինք։ Երկար ժամանակ երեխա չունեինք, մոտ 15 տարի հավանաբար, արդեն չէինք սպասում։ Իսկ հետո, երբ մենք երկուսս էլ 40-ն անց էինք, Աստված տվեց Նարեկին։ Ուշ երեխա, աղոթքով խնդրած։ Եվ ինչպիսի տղա մեծացավ մեզ մոտ, աղմկոտ, ինչպես 100 չինափի։ Նա ամենուր էր, ամենուր աղմուկ, ամեն ինչ իրեն էր պետք։ Թե զինվորիկներ է կառուցում, թե կատվի հետ մրցավազք է անում միջանցքով, թե ինչու է հարցնում։ Զվարճալի, ակտիվ կենդանի։ Անահիտը նրա մեջ հոգի չէր տեսնում, երբեմն վերադառնում էր զբոսանքից ամբողջովին կեղտոտ։ Նա լվանում էր նրան և կարծես բողոքում էր, բայց ինքը ծիծաղում էր։ Հայկ, ասում էր ինձ, նայիր ինչպիսի գեղեցիկ է ստացվել մեր տղան, իսկական տղամարդ է մեծանում։ Եվ ես նայում էի ու հպարտանում, իսկ հետո ամեն ինչ փլուզվեց։ Գիտեք ինչպես է լինում։ Կարծես ապրում ես, ամեն ինչ հաստատված գծերով է, օրեցօր, տարեցտարի, իսկ հետո գրեթե աննկատ սեղմում և կյանքիդ գնացքը գնաց անդունդը։ Ես անմիջապես չհասկացա, թե ինչն է սխալ։ Պարզապես օդը գնակարանում դարձավ այլ, ծանր, կարծես չոթափոխված, թեև Անահիտը մոլուցք ուներ մաքրության հանդեպ։ Առաջինը կոտրվեց Նարեքսը, իմ որդին։ Նա այդպիսի տղա էր, աղմկոտ, ուրախ, միշտ գաղափարներով, միշտ կապտուկներով, միշտ ներկերով կենդանի։ Իսկ հանկարծ նրան կարծես փոխարինեցին։ Ծիծաղելը դադարեցրեց, դարձավ հանգիստ, վախեցած։ Սկսում է ինչ-որ բան ասել, նայում է մորը և լռում։ Սկսեց վատ քնել։ Առավոտյան գալիս եմ, իսկ նա արդեն քնած չէ, նստած է անկողնում, պատին է նայում։ Եվ Աստված իմ, ամոթ է ասել, 8 տարեկանում երեխան նորից սկսեց անկողնում թաց անել։
Եվ ամենասարսափելին, նա սկսեց խուսափել մորից։ Ավելի վաղ մամա, իսկ հիմա եթե նա մտնում է սենյակ, նա գծկվում է, բառացիորեն սեղմում է բազմոցին։ Եվ Անահիտը կինս նույնպես փոխվեց։ Հիմա հիշում եմ եւ հասկանում եմ, երբ սկսվեց։ Ճիշտ կես տարի առաջ, անմիջապես այն բանից հետո, երբ նա վերադարձավ Վանաձորից։ Նա գնացել էր մոր հուղարկավորությանը։ Մայրը նրա մոտ ծանր կին էր, իշխանական։ Եվ ահա Անահիտը այդ հուղարկավորությունից վերադարձավ, կարծես ոչ թե իր, այլ մոր հոգին բերեց։ Փափուկ հոգատար կնոջից դարձավ խիստ վերահասկիչ։ Սկզբում մանրուքներով, ինչու են մատիտները ցրված, ինչու ափսեն հետևիցդ չես հավաքել, իսկ հետո ավելի։ Նրա մոտ հայտնվեց այս բառը՝ կարգապահություն։ Դու նրան փչացրիր, Հայկ, շշնջում էր ինձ երեկոյան, երբ Նարեկն արդեն գնացել էր իր սենյակ։ Քո այդ անվերջ փափկությամբ նա քո վզին է նստել։ Տղամարդը պետք է խիստ մեծանա, կարգապահություն է պետք, այլապես մարդ չի ստացվի։ Ես այդ ժամանակ հրաժարվում էի։ Ինչ կարգապահություն, տղան 8 տարեկան է, 2-րդ դասարան է գնում։ Ինչ եմ ես նրան, սերժանտ Զորանոցում։ Ասում եմ լավ է, նորմալ տղա է, լավ է սովորում, թող երեխան ունենա մանկություն։ Նա միայն փշշում էր եւ շրջվում դեպի պատը, եւ ես ուղիղ մեջքով զգում էի, թե ինչպես է սառույցը սառչում մեր միջև, այդպիսի տհաճ սառը հոսքով մեջքիս։ Բայց ամենասարսափելին այն էր, ինչ կատարվում էր Նարեկի հետ, իմ ուրախ աղմկոտ որդին։ Նա լվեց, դադարեց վազել բնակարանով, դադարեց տալ իր 100,000 ինչուները։ Նստում է սենյակում, նկարում է ալբոմում կամ պարզապես պատին է նայում, եւ աչքերը։ Դուք կտեսնեիք այդ աչքերը, ինչպես ծեծված վախեցած լակոտի, եւ սկսվեց, ամոթ է ասել, բայց նորից սկսեց անկողնում թածանել։ 8 տարեկանում։ Մենք այդ խնդիրը դեռ 5 տարեկանում հաղթել էինք, բժիշկների մոտ էինք գնում, իսկ հիմա գրեթե ամեն գիշեր։ Անահիտը առավոտյան այդ թաց սավանը հանում էր նրա տակից, ինչպես հիմնական ապացույց։ Նայիր, ասում էր եւ ցույց տալիս ինձ այդ թաց հանուրցը։ Տեսնում ես, դաստիարակվել է, ամոթ է, ամբողջ բնակարանը հոտով է լցրել։ Ես նայում էի Նարեկին, նա կանգնած էր շուրթը գծել էր մինչև արյուն, աչքերում արցունք եւ լռում, իսկ ես չգիտեի թե ինչ անել։ Ես բարկանում էի, գոռում էի Անահիտի վրա, որ չգոռա նրա վրա, որ դա հիվանդություն է, բժիշկի մոտ պետք է տանել։ Իսկ նա պատասխանում էր. ահա, ես եմ մեղավոր, որ նա այդպիսի արատավոր է մեծանում, բայց ամենասարսափելին այն էր, որ նա սկսեց նրանից վախենալ։ Ես ավելի ու ավելի հաճախ էի նկատում։ Նա սենյակ է մտնում, նա դողում է, նա ձեռք է մեկնում նրան։ Նույնիսկ պարզապես գլխով շոհելու համար նա կծկվում է։ Ինչպես այդ երեկո գթալի հետ։ Նա սկսեց խուսափել նրանից, ձգտում էր չհայտնվել նրա աչքի առաջ։ Ես գիշերը աշխատում եմ, շատ բան ինչպես պարզվեց, չեմ տեսել։ Ես մտածում էի, լավ, ցերեկը նա ճնշում է նրան, հաշվետվություն է պահանջում դասերի համար, սենյակի անկարգության համար, բայց պարզվեց ամենասարսափելին գիշերով է կատարվում։ Իսկ ինչպես իմացա։ Աշխատանքը, թող անիծված լինի։ Մեր գործարանում գիծը կանգ առավ։ Ինչ-որ բան պատահեց հիմնական վարարանի հետ։ Մեխանիկը զանգեց. Հայկ, այսօր մի գա։ Եվ վաղը նույնպես, վերանորոգում է առնվազն 2 օր, երբ միացնենք կզանգեմ։ Եվ ահա ես մնացի տանը։ Անահիտին չասացի, որ չեղարկվել է։ Ինչու։ Մտածեցի լավ կքնեմ ինչպես մարդ։ Պարկած ենք, գիշեր, բնակարանում մռելային լռություն։ Միայն սառնարանն է խոհանոցում մռնչում։ Եվ լսում եմ անկողինը ճռճռաց։ Անահիտը վեր կացավ։ Նայեցի ժամացույցին սեղանի վրա։ Սլաքները ցույց էին տալիս ճիշտ ժամը 2 գիշեր։ Ուր է գնում, մտածում եմ, զուգարան։ Լսում եմ շատ հանգիստ քայլեր։ Ոչ խոհանոց, այլ միջանցքով եւ դեպի Նարեկի սենյակ։ Մանկական սենյակի դուռը գրեթե առանց ձայնի ճռճռաց։ Եվ լռություն։ Իմ ներսում ամեն ինչ սառեց։ Ինչ է անում նա ժամը 2-ին գիշերը։ Պարկած էի, չէի շնչում, լսում էի այդ լռությունը։ Մոտ 40 րոպե, ոչ պակաս, գուցե մի ամբողջ ժամ։ Ժամանակը մթության մեջ, երբ սպասում ես, ձգվում է ինչպես ռետին։ Հետո նորից հանգիստ ջրոց։ Վերադարձավ, պարկեց կողքիս եւ մինչև առավոտ, ինչպես քար, ոչ հառաչանք, ոչ շշուկ։ Առավոտյան հարցրի նրան, փորձեցի հանգիստ,
Անահիտ, ասում եմ, ինչու ես գիշերը գնում Նարեկի մոտ։ Նա նայեց ինձ, այնպես չարագին, հոնքերի տակից։ Ստուգում եմ, նա անհանգիստ է քնում, շրջվում է, վերմակը միշտ գցում է, իսկ բնակարանում ցուրտ է։ Իսկ դու որտեղից գիտես, չես քնում, ամեն ինչ լսում ես։ Պատահաբար արթնացա, ստեցի ես։ Քնիր, կտրեց նա։ Աշխատող ես, քեզ որդու մասին մտածելու կարիք չկա։ Ես ինքս կզբաղվեմ կարգապահությամբ։ Եվ ահա այդ ես ինքս կզբաղվեմ է ինձ ամենաշատը խոցեց։ Ինչ-որ բան էր անում, ինչ-որ բան, որի մասին ես չպետք է իմանայի։ Եվ Նարեկը լռում էր։ Նա ինպես էր լռում, կարծես բերանկարած լիներ։ Հասկացա, որ իմ հանգիստ նավահանգստում ինչ-որ սարսափելի բան է կատարվում։ Բայց ինչ, չէի կարողանում, չէի ուզում հավատալ, որ մայրը, սեփական մայրը, ընդունակ է նման բանի։ Այդ օրը, երբ ես մնացի տանը, իսկ Անահիտը մտածում էր, որ քնած եմ հերթափոխից հետո, թեև ոչ մի հերթափոխ չկար։ Այն անցավ ինչպես մարախուղի մեջ։ Գիտեք, կա այդպիսի վիճակ, երբ դու կարծես այստեղ ես, սեփական բնակարանում, Գյումրիի հյուսիսային թաղամասում, բայց իրականում ոչ միտեղ։ Նայում էի, թե ինչպես է Անահիտը տնային գործեր անում։ Նա բորշ էր եփում, հիշում եմ այդ հոտը, կաղամբ, ճակնդեղ, դափնուտերև, տան հարմարավետության հոտ։ Բայց այդ հոտից սրտխառնոց էր գալիս, որովհետև ամեն ինչ սուտ էր։ Տեսնում էի, թե ինչպես է ստիպում Նարեկին 3 անգամ վերաշարադրել ռուսաց լեզվի տնային առաջադրանքը, 3 անգամ, միայն մեկ բծի պատճառով։ Նա նստած էր, կռացած տետրի վրա, փոքրիկ, նիհար, և հևում էր, փորձելով, որ արցունքները չթափվեն էջին։ Իսկ նա կանգնած էր վերևում, ինչպես արծիվ։ Աշխատիր, ասում էր ատամների արանքից, դու պետք է կատարյալ լինես։ Հայրդ գիշերները աշխատում է, որ դու անշնորհակալ սովորես, իսկ դու… Նա դողում էր նրա ձայնից, իսկ ես նստած էի խոհանոցում, սառած թեյ էի խմում և ատում էի ինձ, որ լռում եմ։ Ինչ ասեմ, Անահիտ, ինչու ես ճնշում նրան։ Այդ ժամանակ նա անմիջապես կպատասխանի, իսկ դու ինչ ես առաջարկում, գլխով շոյել նրան տետրի կեղտի համար։ Ես եմ դաստիարակում, քանի որ դու ժամանակ չունես։ Եվ նա մի բանում ճիշտ էր, ես ժամանակ չունեի։ Իմ գիշերային աշխատանքը, իմ ցերեկային քունը։ Ես քնել էի այն պահը, երբ կինս վերածվեց հրեշի։ Փորձեցի խոսել Նարեկի հետ։ Երեկոյան, երբ նա գնաց խանութ, նստեցի նրա սենյակում անկողնու եզրին։ Նա անմիջապես լարվեց, կծկվեց։ Որդի, ասում եմ, ասա ինձ, ամեն ինչ նորմալ է, մայրիկը քեզ չի վիրավորում։ Նա բարձրացրեց իր հսկայական վախեցած աչքերը, և ես տեսա նրանց մեջ այդպիսի մեծահասակ, այդպիսի սարսափելի տխրություն։ Նա լռեց. Նարեկ, ասա ինձ, ես քո հայրն եմ, ես քեզ կպաշտպանեմ, ինչ էլ լինի։ Նա ինչ-որ բան անում է, երբ ես աշխատանքում եմ։ Նա երկար նայեց ինձ, մոտ 10 վայրկյան, և ես տեսնում էի, թե ինչպես է պայքարում, ինչպես է ուզում ասել, ինչպես է դողում կզակը։ Հետո գլուխը թափահարեց, ոչ, և շրջվեց դեպի պատը։ Հասկացա, որ չի ասի, վախենում է։ Վախենում է այնպես, որ պատրաստ է դիմանալ, միայն թե ավելի վատ չլինի։ Կամ վախենում է, որ ես չեմ հավատա, որ կկանգնեմ մոր կողմը և հետո նրան կծեծեն կրկնակի։ Այդ ժամանակ սիրտս պարզապես պատռվեց, սեփական որդիս ինձ չի վստահում։ Երեկոյան զանգեցին հացի գործարանից. Հայկ, վարարանը կարգի ենք բերել, վաղը մեզ մոտ ստուգումներ են, այնպես որ այս գիշեր անպայման դուրս արի։ Պետք է բոլոր խանութները փակենք, որ առավոտյան թարմ հացը լինի։ Մի հիասթափեցրու։ Չեմ հիասթափեցնի, պատասխանեցի ես, իսկ գլխիս մեջ արդեն պլան կար։ Եվ ահա այդ ժամանակ ես որոշեցի։ Սպասեցի, մինչև Անահիտը խոհանոցում ընթրիք էր պատրաստում, մոտեցա նրան, փորձեցի, որ ձայնս սովորական, հոգնած հնչի։ Անահիտ, ասում եմ, շտապ կանչեցին, իմ գազելի շարժիչի հետ ինչ-որ բան է եղել, իսկ վաղը հաշվետվությունների հանձնում է, պետք է օգնեմ նրանց ավտոտոնակում, այլապես առավոտյան երթուղին կխափանի։ Այնպես, որ ես հիմա կգնամ, հավանաբար ուշ կլինի, միայն առավոտյան կվերադառնամ։ Նայում էի նրան ուղիղ աչքերի մեջ և տեսա, Աստծով, տեսա, թե ինչպես նրա աչքերում փայլեց թեթևացում, նույնիսկ ուրախություն, հասկանում եք։ Նա ուրախացավ, որ տանը չեմ լինի։ Այո, ասաց նա սրբելով ձեռքերը գոգնոցով, ինչ անենք, աշխատանքը աշխատանք է, գնա իհարկե Հայկ։
ընտրիքը վարարանի վրա է, եթե ինչ, թեև ոչ դու աշխատանքի կլինես։ Նա նույնիսկ սառը 4 շուրթերով համբուրեց այդիս, ինչպես օտար։ Միայն Նարեկին մի արթնացրու, ասաց նա հիվանդացել է, ես արդեն պարկեցրի նրան, թող քնի։ Լավ, գլխով արեցի ես, գնացի միջանցք, բարձրաձայնոտ նաթաթերով քայլեցի, վերցրի բաճկոնս, աղմկեցի բանալիներով, բացեցի մուտքի դուռը, փակեցի այն, բայց կողպեքը չփակեցի։ Կանգնեցի աստիճանավանդակում 1 րոպե, սիրտս խփում էր։ Իսկ եթե դուրս գա, իսկ եթե նկատի, բայց ոչ, բնակարանում լռություն էր, եւ ես ինչպես կող նորից ներս սողացի։ Ոչ ննջասենյակ, ոչ խոհանոց, անցա Նարեկի սենյակը։ Նա պառկած էր անկողնում, աչքերը փակ։ Նրա սենյակում կար հին պահարան։ Հավանաբար դեռ Անահիտի ծնողներից։ Մենք այն տարել էինք նրա հին բնակարանից, երբ ամուսնացանք։ Խոր, եռակողմանի։ Բացեցի միջին դուռը։ Այն այնտես սարսափելի ջրջրաց, որ ներսում ամեն ինչ ընկավ։ Նարեկը անկողնում դղրտաց, բայց աչքերը չբացեց։ Մտա ներս, մթության մեջ, հին հագուստի, նավթալինի, փոշու հոտի մեջ։ Հետ քաշեցի դուռը, թողեցի միայն փոքրիկ ճեղք, շնչելու եւ տեսնելու համար առնվազն անկողինը, եւ սկսեցի սպասել։ Աստված իմ, եթե դժոխք կա, հավանաբար այդպիսին է, կանգնած մթության մեջ, շնչելով այդ փոշին, զգալով ինձ վերջին հիմար եւ դավաճան, եւ սպասելով։ Կանգնած էի եւ մտածում էի, ինչ եմ անում։ 51 տարեկան եմ, թաքնվում եմ պահարանում, սեփական որդուս սենյակում, որպիսի լրտեսեմ սեփական կնոջս։ Հասել ես Հայկ։ Իսկ եթե ոչինչ չլինի, եթե նա իսկապես պարզապես գնում է վերմակը ուղղելու, ինչ եմ անում, ժամը 2-ին դուրս գամ պահարանից ինչպես հիմար։ Ինչ ասեմ նրանց։ Ժամանակը սողում էր։ Լսում էի, թե ինչպես է Անահիտը գնացել լոգարան, ինչպես է միջանցքում անջատվել լույսը, ինչպես է ջրջրացել մեր ննջասենյակի անկողինը։ Բնակարանը լռեց։ Ժամը 10 երեկո, 11-ը, 12-ը։ Կանգնած էի վախենալով շարժվել։ Մեջքս քարացել էր։ Զգում էի ինձ լրտեսի պես, եւ այնքան ամոթ էր, ամոթ որդուս առաջ, ով պառկած էր 3 մետրից ավելի հեռավորության վրա, եւ ձև էր անում, թե քնած է, որովհետեւ վախենում էր։ Իսկ ես նրա հայրը, փոխանակ պարզապես մտնել եւ պաշտպանել նրան, թաքնվում եմ։ Գիշեր, լռությունը դարձել էր այնքան խիտ, որ թվում էր կարելի է դանակով կտրել։ Լսում էի, թե ինչպես է իմ սեփական արյունը խփում ականջներումս։ Եվ ահա ճիշտ ժամը 2 գիշեր։ Չէի նայում ժամացույցին, դա ներսից էի զգում։ Բնակարանում ինչ-որ բան փոխվեց։ Սկզբում հանգիստ ջռոց ննջասենյակից, հետո գրեթե անլսելի քայլեր միջանցքով։ Քայլերը կանգ առան մանկական սենյակի դրան մոտ։ Դուռը դանդաղ, գրեթե առանց ձայնի բացվեց։ Դրան շեմին կանգնած էր Անահիտը, երկար գիշերանոցով, ուրվագիծը միջանցքի լույսի դեմ։ Նա մտավ եւ հանգիստ փակեց դուռը իր հետևից։ Սենյակում գրեթե մթություն դարձավ։ Միայն փողոցի լապտերը պատին էր նետում մթագնած քարակուսի լույս։ Նարեկը, ով ակնթայտորեն միայն ձև էր անում քնած լինելու, լարվեց անկողնում, այնպես որ ես դա տեսա նույնիսկ մթության միջով։ Անահիտը ոչ մի ձայն չհանեց։ Նա կանգնեց 1 րոպե, լսելով, հետո մոտեցավ անկողնուն։ Նայում էի ճեղքով, եւ շնչառությունս կտրվեց։ Նա չսկսեց վերմակը ուղղել։ Նա պարզապես լուր, կտրուկ չար շարժմով քաշեց այն Նարեկից։ Տղան դողաց, բայց լռեց։ Դու նորից ցրել ես քո մատիտները, շնշնջաց Անահիտը։ Ձայնը հանգիստ էր, բայց թունավոր։ Դու չես հարգում իմ աշխատանքը, դու չես գնահատում այն, ինչ ես անում եմ քեզ համար։ Ես քեզ կսովորեցնեմ կարգ ու կանոն։ Եվ այդ պահին լապտերի մթագնած լույսում տեսա, թե ինչպես է նա գոգնոցի գրպանից հանում փոքրիկ կտորեքսակ։ Նա կապը բացեց։ Չէի հասկանում ինչ է այնտեղ, իսկ հետո նա ցրեց քսակի պարունակությունը հատակին, անկողնու կողքին։ Նայում էի ճեղքով եւ բերանս չորացավ։ Փողոցի լապտերի մթագնած լույսում վերջապես տարբերեցի ինչ էր այդ մանր ցրումը։ Դա հացահատիկ էր, Աստված իմ։ Անահիտը ցրեց այն ոչ հաստ, բայց խիտ շերտով, ստեղծելով այդպիսի յուրահատուկ գորգ, ուղիղ Նարեկի անկողնու կողքին։ Հետո նա բռնեց նրան ոչ ուսից, այլ կոպիտ ձեռքից, արմունկից մի քիչ վերև, եւ քաշեց իր կողմը։ Վեր կաց, շշնջաց նա։ Նարեկը քնկոտ, վախեցած, միայն տաբատով իջավ անկողնուց։ Նա արդեն ամեն ինչ հասկանում էր, չէր լաց լինում, միայն ամբողջ մարմնով դողում էր։ Ծնկներիդ վրա, այստեղ, նա մատով ցույց տվեց ցրված հոնձքին։ Տղան հանգիստ հեկեկաց, մեկ անգամ կարճ, կարծես խեղդվեց։
Նայեց նրան. «Օհ, այդ հայացքը, մինչև մահս չեմ մոռանա»։ Նրանում չկար ատելություն, միայն կենդանական, կատվածահար սարսափ։ Նա դանդաղ, կարծես սառը ջրի մեջ մտնելով, իջավ ծնկների վրա այդ սուր քարե հատիկների վրա։ Տեսա, թե ինչպես է նրա փոքրիկ մարմինը դողում։ Նա ատամները սեղմեց այնպես, որ կզակի մկանները շարժվեցին։ Ես կանգնած պահարանում այդ փոշոտ մթության մեջ, կարծես ինքը զգացի, թե ինչպես են հարյուրավոր մանր սուր քարեր խրվում մաշկի մեջ։ Եվ կկանգնես այդպես մինչև արշալույս, շշնջում էր Անահիտը, թեքվելով նրա վրա։ Նա նման էր սարսափելի հեքիաթի կախարդուհու, դեմքը խեղված, աչքերը չարագին վառվում էին կիսամթության մեջ։ Մտածիր, թե ինչպես ես մորթ սուտ ասում, ինչպես ես մատիտները ցրում, ինչպես ինձ չես հարգում։ Նարեկը լռում էր, միայն կողքից կողք էր օրորվում, փորձելով երևի թեկուս մի քիչ նվազեցնել ցավը։ Եվ եթե թեկուս մեկ բառ ասես հորդ, նա էլ ավելի ցածր թեքվեց, գրեթե ականջին։ Եթե բողոքես նրան, ես ավելի վատ կանեմ։ Հասկացար, գիտես, որ ավելի վատ կլինի։ Դու կլռես։ Եվ ահա այդ պահին ներսումս ինչ-որ բան պայթեց։ Գիտեք, ես հանգիստ մարդ եմ։ Ամբողջ կյանքս ղեկին, տեսել եմ ամեն ինչ, վթարներ, հարբածներ, ճանապարհին անպատշաճ մարդիկ։ Միշտ ինձ ձեռքերում եմ պահել, բայց այդ վարքյանում աչքերիս առաջ մտնեց։ Դադարեցի ինչ-որ բան հասկանալ։ Ներսումս բարձրացավ ինչ-որ նախնական, գազանային բան։ Հայր, արու, պաշտպանող իր ձակին։ Բռունցքները սեղմեցի այնպես, որ եղունգները խրվեցին ափերիս մեջ։ Պատրաստ էի կոտրել այդ բարակ ֆաներային դուրը, դուրս ցատկել, հրել այս կնոջը, ով ժամանակին իմ Անահիտն էր։ Չգիտեմ ինչ կանեի, հավանաբար կսպանեի։ Ազնիվ խոսք, այդ պահին պատրաստ էի կտոր անել նրան, արդեն առաջ էի շարժվել, արդեն օդ էի քաշել գոռալու համար։ Հետո ինչ, սկսվելու է վայ աղաղակ։ Անահիտը կգոռա, որ հարբած եմ, որ խելագարվել եմ, որ ինձ թվացել է, որ նա պարզապես վերմակն է ուղում։ Իսկ նա անկել է, որ որոշել է հատակը մաքրել, իսկ ես նրա վրա եմ նետվել։ Հարևանները կվազեն, իսկ Նարեկը վախեցած եւ ինձնից եւ նրանից։ Ինչ կասի, կլռի, կամ ավելի վատ, նրա հայացքի տակ կասի, ոչ, եւ ինչ։ Դա պարզապես ընտանեկան սկանդալ կլինի, կեղտոտ տգեղ սկանդալ։ Նա ինձ կներկայացնի բռնակալի պես, կներկայացնի որպես հարբեցողի, ում թվում է սև կատու։ Եվ վաղը, երբ ես գնամ իմ իրական հերթափոխի, ինչ կանի նրա հետ, վրեժ կլուծի, կհիշեցնի այդ դավաճանությունը, կուտի նրան, հասկացա դա այնպիսի սարսափելի, սառը բարձությամբ, որ կատվածահար եղա։ Որդուս փրկելու համար ինձ պետք չէր սկանդալ, ինձ պետք էին Աստված իմ, ներողություն, անհերքելի ապացույցներ, այնպիսիք, որ նա այլևս չկարողանա խուսափել, որ ոչ ոք չասի, սա դաստիարակության մեթոդներ են, որ երևա եւ լսվի, սա խոշանդանգում է։ Եվ այդ պահին, նայելով ջեքքով իմ 8-ամյա որդուն, ով կանգնած էր ծնկների վրա հունձքի վրա, դողալով ցավից եւ բերանը սեղմելով, որպեսի չհառաչի, զգացի ինձ աշխարհի ամենամեծ դավաճանի պես։ Ես նրա հայրը, կանգնած էի 3 մետր հեռավորության վրա, ջերմության եւ անվտանգության մեջ, իսկ նա տառապում էր, եւ ես թույլ էի տալիս դա։ Ներիր ինձ որդիս, մտքով ասացի, եւ ինձ մոտ էլ արցունքները հոսեցին այդերիս, առաջին անգամ հավանաբար, 20 տարում։ Ներիր սիրելիս, մի քիչ էլ դիմացիր, ստիպված եմ թույլ տալ, որ սա շարունակվի եւս մի քիչ, բայց ես քեզ կհանեմ։ Կյանքիս կյանքով եմ երդվում, ես քեզ կհանեմ այս դժոխքից։ Նա կանգնած էր նրա վերևում եւս 10 րոպե, ինչ որ բան ասում էր, շշնջում անշնորհակալ ձագի մասին, որ իր կյանքն է դնում նրա վրա, իսկ նա լռում էր։ Հետո ուղղվեց, նայեց նրան, ինչպես բանտի վերահասկիչ։ Կանգնի մինչև ժամը 5 առավոտյան, լսեցիր, որ արդյունք լինի, ավելի վատ կլինի։ Հասկացար։ Նա հազիվ նկատելի գլխով արեց։ Նա գնաց դեպի դուռ եւ արդեն բռնելով բռնակը շրջվեց։ Եվ մի համարցակվիր հորդ բողոքել։ Նա քեզ ամեն դեպքում չի սիրում։ Նա հենց այդ պատճառով է գիշերներ աշխատում, որ չի ուզում տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին ես։ Հասկացար։ Նա քեզ վրա թքած ունի։ Այս գրակոծը վերջինն էր, ավելի սարսափելի էր, քան հունձքը։ Նա գնաց, հանգիստ փակեց դուռը։ Սենյակում նորից տիրեց լռություն, բայց դա լռություն չէր, դա այն ձայնն էր, որը հավանաբար դժոխքում էլ չես լսի։ Իմ որդու հանգիստ, ճանշված, հուսահատ հեկեկոցը։ Նա առանց ձայնի լաց էր լինում, ամբողջ մարմնով դողալով, կանգնած ծնկների վրա այդ անիծված հունձքի վրա, լիակատար մթության մեջ,
լրիվ մենակ։ Իսկ ես կանգնած էի պահարանում։ Կանգնած էի 1 մետր հեռավորության վրա նրանից եւ չէի կարողանում դուրս գալ։ Չէի կարող բարձրացնել նրան։ Չէի կարող ասել. «Որդիս, ես այստեղ եմ, ամեն ինչ տեսնում եմ», որովհետև եթե դուրս գայի, ամեն ինչ կկորցնեի, նրան կկորցնեի։ Ստիպված էի լռել։ Սա իմ անձնական դժոխքն էր։ Լսել, թե ինչպես է քո երեխան ցավից լաց լինում եւ չունենալ իրավունք պաշտպանելու նրան։ Կանգնած էի եւ ներսումս ոռնում էի։ Ատում էի նրան, բայց այդ վայրկյանում ավելի շատ ատում էի ինձ։ Ես հայր չէի, ես համախոհ էի։ Որքան երկար կանգնեցի այդպես, չգիտեմ։ Ժամանակը կանգ առավ, գուցե ժամ, գուցե 1:00։ Լսում էի նրա յուրաքանչյուր հեկեկոցը, յուրաքանչյուր հառաչանքը, որ նա փորձում էր կուլ տալ։ Լսում էի, թե ինչպես է քաշը մի ծնկից մյուսին տեղակոխում։ Հետո հեկեկոցները դարձան ավելի հազվադեպ։ Նրանք վերածվեցին ինչ-որ հանգիստ, խղճալի ոռնոցի։ Հետո նա կարծես պարզապես անջատվեց։ Մարմինը թուլացավ։ Լսեցի խուլ հարված։ Նա հավանաբար կողքի ընկավ հատակին, բայց հունձքից այդպես էլ վեր չկացավ։ Քնեց ուղիղ այնտեղ, հատակին, ցավից եւ հոգնածությունից։ Սպասում էի, սպասում, մինչև բնակարանում ամեն ինչ վերջնականորեն լռեց։ Լսեցի, թե ինչպես է ննջասենյակում նորից ճռճռում անկողինը։ Անահիտը բարկեց։ Սպասեցի եւս 40 րոպե, ոչ պակաս, որ նա ամուր քնի։ Միայն այդ ժամանակ, երբ բնակարանում մեղելային լռություն էր, իսկ Նարեկը քնած էր այդ սարսափելի քնով հատակին, սկսեցի դանդաղ դուրս գալ, ավելի դանդաղ, քան գողը։ Մի միլիմետր բացեցի պահարանի դուռը եւ լսվեց հանգիստ ճռռոց։ Սառեցի լսելով, բայց ոչ, Նարեկը չշարժվեց։ Անահիտը ննջասենյակում նույնպես։ Դուրս սահեցի պահարանից, ինչպես տվեր, եւ կրկին ինչպես վերջին վախկոտը։ Հասա նրա սենյակի դռանը։ Մի քիչ բացեցի այն։ Դուրս սահեցի միջանցք։ Սիրտս այնպես էր խփում, որ թվում էր ամբողջ աստիճանավանդակը լսում է։ Նարեկը ինձ չտեսավ։ Նա մնաց այնտեղ մթության մեջ քնած հատակին։ Սողացի միջանցք, հանգիստ հագա իմ աշխատանքային բաճկոնը, վերցրի բանալիները, պտտեցի կողպեքը։ Այդ ձայնը ինձ համար հնչեց ինչպես կրակոց, բայց ոչ, բնակարանում լռություն էր։ Դուրս եկա աստիճանավանդակ, փակեցի դուռը եւ միայն այնտեղ, աղբահանման խողովակի մոտ սահեցի պատին եւ նստեցի կծկված։ Իջա բակ եւ նստեցի իմ հին մեքենան։ Ձեռքերս այնպես էին դողում, որ չէի կարողանում բանալին մտցնել մեկնարկի փականի մեջ եւ չէի էլ պատրաստվում ոչ միտեղ գնալ։ Նստած էի սառը մեքենայում, նայում էի մեր բնակարանի մթաքնած պատուհաններին 3-րդ հարկում։ Այնտեղ 3-րդ հարկում իմ 8-ամյա որդին քնած էր հատակին, ցրված հունձքի վրա մենակ, իսկ ես նստած էի այստեղ եւ լաց էի լինում զայրույթից, անօգնականությունից եւ ամոթից։ Ամեն ինչ տեսել էի, ամեն ինչ լսել էի, բայց ոչինչ չունեի, ոչ մի ապացույց։ Միայն իմ խոսքերը նրա խոսքերի դեմ եւ վախեցած երեխա, ով կլռի։ Հասկացա, որ այս գիշերը քիչ էր։ Որդուս փրկելու համար ստիպված կլինեմ նորից թույլ տալ, որ դա կրկնվի, նորից ուղարկել նրան այդ խոշտանգմանը։ Եվ ահա այդ որոշումը հավանաբար իմ կյանքի ամենասարսափելին էր։ Նստած մնացի այդ սառը մեքենայում մինչև ժամը 5 առավոտյան, մինչև սկսեց լուսաբացել, մինչև տեսա, թե ինչպես են մեր տան եւ հարևանների պատուհաններում վառվում առաջին լույսերը։ Մարդիկ արթնանում էին, հավաքվում աշխատանքի։ Սկսվում էր նոր օր, իսկ իմ աշխարհը փլուզվել էր։ Չէի կարողանում շարժվել։ Ամբողջ մարմինս քնել էր, փայտացել էր։ Գլխումս մարախուղ էր, բայց դրա միջով, ինչպես այրվող մեղ, խփում էր մեկ միտք՝ ապացույցներ։ Ինձ պետք են ապացույցներ։ Ստիպեցի ինձ գործի դնել մեքենան։ Շարժիչը խրխրաց, արթնացավ։ Դուրս եկա բակից եւ շրջանառեցի թաղամասով, պարզապես ժամանակ սպանելու համար, որպեսզի վերադառնամ ճիշտ ժամին, կարծես իսկապես գործի էի։ Գնեցի տաք սուրճ շուրջօրյա կրպակից կանգարի մոտ։ Սուրճը սարսափելի էր, թթու, բայց տաք։ Խմում էի այն եւ նայում իմ ձեռքերին։
Նրանք դեռ դողում էին։ Հավաքվիր, Հայկ, ասացի ինքս ինձ, հավաքվիր։ Հիմա տուն կմտնես, կժպտաս, կխաղաս ներկայացում նրա համար։ Ժամը 6:30 մտա մուտք, բարձրացա երրորդ հարկ։ Սիրտս խփում էր։ Բանալին մտցրի կողպեկի մեջ, դուռը բացվեց, բնակարանում լռություն էր։ Անահիտը խոհանոցում էր, կանգնած էր վարարանի մոտ, ինչ-որ բան կտրում էր տախտակի վրա։ Շրջվեց ձայնից, եկար, ասաց նա, վերանորոգեցիք։ Ձայնը սովորական էր, բացարձակ հանգիստ, հարթ, առօրյա ձայն, կնոջ, ով նախաճաշ է պատրաստում։ Ոչ միստվեր, ոչինչ, ոչ զայրույթ, ոչ զղջում։ Այո, ստեցի ես, հանելով բաճկոնը։ Վերանորոգեցինք, ամբողջ գիշեր, այդ կարբյուրատորը հոգնել է հավանաբար։ Նա նույնիսկ աչք չբարձրացրեց ինձ վրա։ Գնա լվացվիր, հիմա նախաճաշելու ենք։ Անցա լոգարան, սառը ջրով լվացվեցի, նայեցի հայելու մեջ ինձ։ Այնտեղ կանգնած էր օտար նիհարած տղամարդ, կարմիր աչքերով։ Դիմացիր, շշնջացի իմ արտացոլանքին։ Հետո գնացի Նարեկի սենյակը։ Սիրտս ցավից սեղմվեց։ Նա չէր քնում, նստած էր անկողնում, արդեն հագնված տնային շապիկով եւ տաբատով, պարզապես նայում էր պատին։ Սենյակը իդեալական էր, ոչ մի մանրուք, հատակին։ Նա ամեն ինչ հավաքել էր, մաքրել էր, գուցե նույնիսկ լվացել։ Կարծես ոչինչ չի եղել։ Կարծես ինձ ամեն ինչ երազվել էր իմ պահարանում։ Բարև որդիս, ասացի հնարավորինս ուրախ։ Նոտողաց, շրջվեց դեպի ինձ եւ տեսա նրա աչքերը։ Նրանցում չկար մեղադրանք։ Ոչ, եթե այդպես մտածեցիք, սխալվեցիք։ Այնտեղ ավելի վատ բան կար։ Նայեց ինձ ինչպես այս աշխարհի մասի, ինչպես հաթոռի, ինչպես այդ պահարանի, որը այդպես էլ չբացվեց։ Նա ինձնից պաշտպանություն չէր սպասում։ Արդեն հասկացել էր, որ չի լինի, եւ շրջվեց։ Ահա սա ավելի սարսափելի էր, քան եթե լաց լիներ կամ գոռար։ Հայրիկ, որտեղ էիր։ Նա պարզապես շրջվեց։ Նստեցի նրա անկողնու եզրին։ Ինչպես ես։ Նա ուսերը թափահարեց։ Անահիտը կանչում է նախաճաշելու, գնանք։ Նա լուր գլխով արեց, վեր կացավ եւ գնաց խոհանոց։ Նա թեթևակի կաղում էր, հազիվ նկատելի, բայց ես տեսնում էի։ Հետևից մտան, նստեցի սեղանի շուրջ։ Անահիտը իմ առջև դրեց ափսե ձվածեղով։ Ինչու ես այսօր այդպիսին Նարեկ, հանկարծ ասաց նա իր հարց ձայնով։ Թուլացած ես ինչ որ։ Կրկին ամբողջ գիշեր չես քնել։ Նարեկը դողաց, գլուխը ավելի ցածր իջեցրեց եւ նայեց իր ափսեին շիլայով։ Հավանաբար չի քնել, մռնչացի ես։ Կարգապահության պակաս ունի, կտրեց Անահիտը։ Ասել էի քեզ Հայկ, դու նրան փչացրիր։ Ահա թե ինչու է տառապում։ Ոչինչ, ես կուղեմ։ Նա ասաց դա այնպես առօրյա, ինչպես կարտոֆիլ գնելու մասին։ Ես կուղեմ։ Իսկ իմ աչքի առջև նորից կանգնեց այդ պատկերը, հունձքը, մթությունը եւ նրա դողացող մեջքը։ Ամբողջ այդ օրը դժոխք էր, իսկական դժոխք երկրի վրա։ Ստիպված էի ձևացնել հոգնածի, պարկեցի քնելու հերթափոխից հետո։ Բայց ինչ քուն, պարկած էի մեր ննջասենյակում, լսում էի, թե ինչպես է Անահիտը խոհանոցում ամաններ խփում, ինչպես է հրամայում Նարեկին։ Աղբը դուրս տար, նստիր դասերի, ոտքերով մի շրխկա։ Իսկ նա լռում էր։ Ամեն ինչ անում էր լուռ, ինչպես փոքրիկ ռոբոտ։ Այդպես պարկած մնացի մինչև ճաշ։ Վարկյաններ էի հաշվում։ Պետք էր, որ նա գնա։ Վերջապես ժամը 3-ի շուրջ լսեցի, թե ինչպես ասաց։ Կգնամ խանութ կաթի համար։ Մուտքի դուռը խփեց։ Թռա անկողնուց։ Ինձ մնաց 20 րոպե, ոչ ավելի։ Հանեցի իմ թաքստոցից, որը հավաքել էի նոր անվադողերի համար բոլոր փողերը։ Դուրս վազեցի բնակարանից։ Գնացի մեր ռադիոշուկա։ Ով Գյումրիից հեկիտի այդտեղ։ 90-ականները, որոնք այդպես էլ չավարտվեցին։ Տաղավարների, կոնտեյներների շարքեր։ Վաճառում են ամեն ինչ։ Գնում էի այդ շարքերով, իսկ ինքը ստենդոտ մտածում էի։ Ինձ պետք է ինչ-որ բան։ Ինչ-որ աննկատելի բան։ Ինչ եք փնտրում։ Մալուխներ, անտենա։ Ին վրա հարձակվեցին վաճառողները։ Տեսախցիկ, ասացի առաջին հանդիպած տղային քաշվե բաճկոնով։ Փոքրիկ, որ աննկատելի լինի։ Տղան ժպտաց։ Գործի համար թե կնոջդ ես հետևում։ Բրունցքներս սեղմվեցին։ Քեզ չի վերաբերում։ Կա։ Նա գնահատեց իմ հայացքը։ Ժպիտը սահեց։ Կա։ Նա ինձ կանչեց իր կոնտեյների խորքը։ Լրտեսական իրեր։ Թանկ։ Փորեց վաճառասեղանի տակ եւ հանեց տուփիկ։ Սովորական հեռախոսի լիցքավորիչ։ Սպիտակ խորանարտիկ։
Ահա միացնում ես վարդակից, լիցքավորում է եւ գրում է. Որակը գրակ։ Շարժման սենսոր կա։ Հիշողության քարտը մտցվում է այստեղ։ Ոչ մի հոգի չի գրահի։ Սա հեմզազնիր։ Ինչ պետք էր։ Ինչքան 80։ Վերցնում եմ։ Փողերը տվեցի նրան, բռնեցի տուփը եւ դուրս վազեցի այդ շուկայից։ Հասցրի վերադառնալ Անահիտից առաջ։ Տուփը թաքցրի իմ գործիքների արկղում, պատշկամբին։ Երեկոյան, երբ ընթրում էինք, ասացի Անահիտ։ Գործից նորից խնդրեցին ինձ։ Այնտեղ կարճ ասած երրորդ գծի էլեկտրական լարերում ինչ-որ բան է։ Կրկին ծանր գիշեր կլինի։ Եվ նորից տեսա դա։ Թեթևացում, թեթև։ Գրեթե աննկատելի գոհության ստվեր նրա աչքերում։ Ինչ անենք, աշխատանքը աշխատանք է, ասաց նա։ Գնա իհարկե։ Սկսեցի հավաքվել։ Նարեկը նստած էր իր սենյակում, մտա նրա մոտ։ Գնում եմ որդիս։ Նա գլխով արեց առանց նայելու ինձ։ Դու ժամանակին պարկիր քնելու լավ, ասեցի։ Ինչ կարող էի ասել։ Դուրս եկա։ Անահիտը գնաց լոգարան։ Սա իմ շանսն էր։ Շտապեցի պատշկամբ, հանեցի լիցքավորիչը, մտա Նարեկի սենյակ։ Վարդակը ուղիղ գրքերի դարակի մոտ էր, իդեալական, ուղիղ նրա անկողնու դիմաց։ Ձեռքերս դողում էին։ Մտցրի այդ սպիտակ խորանարտիկը վարդակի մեջ։ Փոքրիկ կապույտ լույսը թարթեց եւ մարեց։ Ամեն ինչ աշխատում էր, գրում էր։ Զգում էի ինձ վերջին անպատվի պես։ Լրտեսական սարք էի դնում սեփական որդուս սենյակում, բայց գիտեի, որ այլ ելք չունեմ։ Դուրս եկա բնակարանից, նորից իջա իմ մեքենան, նորից կայանեցի հին Լորենու ստվերում, որտեղից երևում էին մեր պատուհանները։ Դեռ ժամը 9 էր։ Մինչև ժամը կրկինը դեռ ամբողջ հավերժություն էր։ Հետ քաշեցի նստատեղը։ Պետք էր սպասել։ Հիմա ես ոչ միայն վկա էի, հիմա ապացույցներ էի հավաքում։ Նստած էի մեքենայում, նայում էի մութ պատուհանին եւ սպասում։ Սպասում էի, երբ կինս նորից գնա խոշտանգելու իմ որդուն։ Եվ այս անգամ ամեն ինչ կգրեմ։ Նստած էի այդ սառած մեքենայում եւ նայում էի մեր պատուհաններին։ Ժամը 9 երեկո, 10:11։ Պատուհաններում լույսը մարեց։ Սկզբում խոհանոցում, հետո մեծ սենյակում։ Վերջինը մարեց ննջասենյակի պատուհանը։ Տունը քնեց, իսկ ես նստած էի։ Գիտեք ինչն է ամենասարսափելին նման սպասման մեջ։ Ոչ ցուրտը, թեև կես գիշերին արդեն ատամներս էի խփում։ Ոչ էլ մեջքը։ Ամենասարսափելին քո սեփական երևակայությունն է։ Նստած ես մթության մեջ։ Իսկ գլխիդ մեջ, ինչպես կինոյում, պտտվում են պատկերները։ Ահա ճիշտ ժամը կրկինին, ինչպես ժամացույցով, Նարեկի սենյակում։ Ոչ, լույսը չվառվեց։ Նա դա անում էր մթության մեջ, բայց տեսա ապակու հետևում ստվերը։ Նա մտավ։ Ներսումս ամեն ինչ ընկավ։ Նստած էի եւ նայում էի այդ մութ պատուհանին։ Գիտեի, որ այնտեղ 10 մետր հեռավորության վրա հիմա ինչ է կատարվում։ Գիտեի, որ որդիս հավանաբար նորից ձև է անում քնած լինելու, որ նրան նորից ձեռքից քաշեցին, որ նորից ծնկների վրա է կանգնած, իսկ ես նստած եմ մեքենայում։ Այդպես նստած մնացի 3 ժամ։ 3 ժամ նայում էի այդ պատուհանին։ Ստվերը թարթում էր, շարժվում էր։ Հետո մոտ 4-ի կողմերը անհետացավ։ Դիմացա մինչև ժամը 6-ին։ Նորից շրջան արեցի թաղամասով, նորից մտա բնակարան հոգնած դեմքով։ Ինչպես ես, հարցրեց Անահիտը խոհանոցից։ Ինչպես միշտ, մռնչացի ես։ Նարեկը։ Մտա նրա մոտ։ Նա նորից նստած էր անկողնում։ Նորից այդ մեռած հանձնվող հայացքը։ Եվ նա նորից կաղում էր։ Հազիվ նկատելի, բայց ես տեսնում էի։ Ամբողջ օրը ապրում էի ինչպես երազում։ Սպասում էի։ Հաշվում էի վայրկյանները մինչև նա գնա խանութ։ Սա խոշտանգում էր։ Ժպտում էի նրան, խմում էի նրա թեյը, իսկ գլխումս խփում էր։ Գնա, գնա, գնա։ Վերջապես նա վերցրեց պայուսակը։ Գնում եմ շուկա բանջարեղենի, 1.5 ժամ հետո կլինեմ։ Դուռը խփեց։ Ես չվասեցի։ Հանգիստ հաշվեցի մինչև 10, հանկարծ ինչ-որ բան մոռացել է։ Լռություն։ Մտա Նարետը սենյակը։ Նա նստած նկարում էր։ Որդիս, հեռախոսս մոռացել եմ, իմ սպիտակ լիցքավորիչը չես տեսել։ Ստեցի ես։ Նա լուռ մատով ցույց տվեց Վարդակի կողմը։ Մոտեցա դարակին, սիրտս խփում էր։
Իմ մատները հաստ վարորդական ոչ մի կերպ չէին կարողանում բռնել այդ անիծված իրին։ Քաշեցի այն վարդակից, հանեցի մանրիկ հիշողության քարտը, գցեցի գրպանս։ Մտցրի նոր դատարկ լիցքավորիչ, որը գնել էի նույն շուկայում, հետ մտցրի։ Ահա նա է, շնորհակալություն որդի։ Դուրս թրա բնակարանից նստեցի մեքենան։ Ինձ մոտ հին նոթբուք կար, որը տանում էի ախտորոշման համար, եթե մեքենայի ուղեղի հետ ինչ-որ բան լիներ։ Մտցրի քարտը անցումայինի մեջ, ձեռքերս դողում էին, բացեցի ֆայլը։ Առաջին մի քանի ժամը դատարկ սենյակ։ Ահա Նարեկը պառկում է քնելու, շրջվում է, հետո դուռը բացվում է, մտնում է նա, Անահիտը։ Տեսախցիկը սև-սպիտակ էր մթության մեջ, բայց ամեն ինչ երևում էր։ Ձայնը հիանալի էր։ Լսեցի յուրաքանչյուր շշուկը։ Մոտեցավ նրան եւ պարզապես քաշեց վերմակը։ Դու նորից երեք ես բերել դպրոցից, շշնջաց նա։ Մամ, ես սկսեցի, ասաց նա, բայց լռեց։ Դու ինձ ամոթահար ես անում, դու հորն ամոթահար ես անում։ Գիտես, որ նա քո պատճառով է տխրում։ Վեր կաց։ Նա ստիպեց նրան կանգնել պատի մոտ, պարզապես կանգնել։ Կանգնիր եւ մտածիր, թե ինչպիսի անարշան ես։ Կանգնիր եւ մտածիր, թե ինչպես ես մեզ հիասթափեցնում։ Նա կանգնած էր նրա վերևում, ձայնով, մեթոդիկորեն, հանգիստ, որպեսի բնակարանում ոչ ոք չլսի։ Հետո նա գնաց։ Նստած էի մեքենայում, ինչպես խուլացած։ Սա զզվելի էր, բայց արդյոք սա հանցանք էր։ Նա կասի 3-ի համար էր հաշվետվություն անում, դաստիարակում էր։ Ով կհավատա ինձ, որ սա խոշտանգում է։ Հասկացա, որ մեկ գիշերը քիչ է, պետք է ավելին։ Պետք է, որ նա ամեն ինչ ցույց տա, եւ ես գնացի դրան։ Նստած մնացի մեքենայում եւս 2 գիշեր անընդմեջ։ Ասում էի, որ գործարանում ամբողջական խափանում է։ Անահիտը կարծես միայն ուրախ էր։ Նա ավելի հանգիստ էր դառնում, երբ տանը չէի։ Ամեն օր սպասում էի մինչև նա գնա։ Ամեն օր վազում էի տուն, փոխում էի հիշողության քարտերը։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էի Նարեկին, նա ավելի ու ավելի հանգիստ էր դառնում, ավելի թափանցիկ։ Նա ընդհանրապես դադարեց նայել ինձ։ Նա ապրում էր իր ներսում, իսկ ես, ինչպես անիծվածը, նստած էի իմ մեքենայում եւ դիտում էի այդ ձայնագրությունները։ Այնինչ տեսա եւ լսեցի երկրորդ եւ երրորդ գիշերներին, ահա դա իսկական դժոխք էր։ Սա ավելի սարսափելի էր։ Երկրորդ գիշերվա ձայնագրությունը։ Ժամը 2-ին նա մտնում է։ Նա հանգիստ է ինչպես օձը։ Դու այսօր ծիծաղեցիր, ասում է նա, չափից ավելի բարձր, երբ հայրդ եկավ։ Նարեկը լռում է։ Քեզ ուրախանալու ոչինչ չունես։ Դու ամեն ինչ սխալ ես անում։ Կարծում ես հայրդ քեզ սիրում է։ Նա ժպտաց։ Լսեցի այդ շպիտը։ Նա քեզանից ամաչում է։ Հենց այդ պատճառով է գիշերները աշխատում, որ չուզենա տեսնել քեզ։ Դու նրան պետք չես։ Եթե դու այդպիսի վատը չլինեիր, նա նորմալ աշխատանք ունենար։ Մենք կապրեինք ինչպես մարդիկ։ Նարեկը սկսեց հանգիստ լաց լինել։ Լռիր, շշնջում է նա։ Մի համարձակվիր լաց լինել, հասկացար։ Եթե չլսես ինձ, եթե այդպիսին մնաս, նա կթողնի մեզ, նա կգնա մեզանից։ Քո պատճառով դու մենակ կմնաս, եւ ես քեզ կհանձնեմ մանկատուն, հասկացար։ Նա գլխով էր անում ձեռքով բերանը սեղմելով։ Դու ոչ հոգի պետք չես, կրկնեց նա, կարծես մեխեր խփում։ Միայն ես եմ քեզ հետ տառապում։ Դու պետք է անես ամեն ինչ, ինչ ասում եմ, կատարյալ եւ լռես։ Երրորդ գիշերվա ձայնագրությունը։ Նա նորից բերեց քսակը, նորից ցրեց հունձքը։ Դու այսօր վատ ես մաքրել միջանցքը, ասաց նա։ Դու չես գնահատում իմ աշխատանքը։ Եվ նորից ծնկների վրա։ Նա վեր կացավ, այլևս չէր լաց լինում, պարզապես վեր կացավ։ Ենա նորից սկսեց խոսել։ Դու պետք է լռես, քո ձայնը, այն նյարդայնացնում է հորդը։ Երբ խոսում ես, նա զայրանում է, հասկացար։ Դու պետք է հանգիստ լինես, որպեսզի նա քեզ չնկատի։ Գուցե այդ ժամանակ նա մեզ չթողնի, կանգնիր եւ լռիր։ Անջատեցի նոթբուքը, ես դողում էի ոչ թե ցրտից։ Ես այնպես էի դողում, որ ատամս ատամից չէր հասնում, հասկացա, ամեն ինչ հասկացա։ Սա ոչ կարգապահություն էր, ոչ դաստիարակություն, ինչպես նա կարող էր գոռալ դատարանում։ Սա համակարգված սառը արյունով ոչնչացում է։ Նա ոչ միայն ծնկներն էր ծեծում, նա կոտրում էր նրա հոգեբանությունը, այրում էր նրա հոգին։ Նա նրանից պատրաստում էր հնազանդ վախեցած ստրուկ։ Եվ նա նրան կարգավորում էր իմ դեմ։ Նա անում էր այնպես, որ նա վախենա ինձանից, որ մտածի, թե ես նրա գլխավոր թշնամին եմ, որ հավատա, թե ես չեմ սիրում նրան, որպեսզի եթե հանկարծ ինչ-որ բան կասկածեմ, նա երբեք ինձ ոչինչ չպատմի։ Նա կլռի, որպեսզի ինձ չզայրացնի, որպեսզի ես չգնամ։ Նա կտրել էր նրան ինձանից։ Նա պատ էր կառուցում իմ եւ որդուս միջև,
Ահա այդ ժամանակ գլխումս ամեն ինչ իր տեղ ընկավ, ամբողջ մոզաիկան հավաքվեց։ Նրա գրգռվածությունը, նրա կարգապահությունը, նրա ուրախությունը, երբ ես գեշերը գնում էի։ Նրան ժամանակ էր պետք, նրան տարածք էր պետք, որպեսզի նրանից կերտի այն, ինչ իրեն պետք էր։ Իսկ ես խանգարում էի նրան։ Իմ փափկությունը խանգարում էր նրան։ Նստած էի մեքենայում, իսկ ձեռքերումս 3 հիշողության քարտեր։ 3 գիշեր դժոխք, ձայնագրված ամսաթվերով, ձայնով։ Ինձ միայն մեկ հարց տվեցի։ Ասացեք, ձեռքը սրտիս վրա դնելով, պետք էր այդ վայրկյանին վազել տուն, դուռը կոտրել եւ նրա հետ հաշվեհաշար տեսնել, թե ճիշտ էի, որ նստած էի եւ սառը արյունով ինչպես լրտես հավաքում էի այդ ապացույցները։ Ապացույցները բավարար էին, այլևս չէի կարող սպասել։ Ոչ մեկ գիշեր, ոչ մեկ ժամ։ Բավական է, ներկայացումն ավարտվեց։ Չգնացի տուն, հեռացա հարևան բակ եւ պարզապես նստած մնացի մեքենայում, մինչեւ մոխրագույն խոնավ մառախուղը սկսեց վերածվել առավոտի։ Գրպանումս բարկած էին այդ 3 փոքրիկ քարտերը, 3 գիշեր սարսափ, որոնք հավանաբար տոնն էին կշռում։ Որոշումն ընդունված էր, եւ դրանից գլխումս դարձավ ինչ-որ սառը, դատարկ եւ շատ պարզ։ Հասկացա, որ հիմա պետք է գործել ինչպես վիրաբույժ, արագ, ճշգրիտ եւ առանց հույզերի։ Հույզերը կգան հետո, հիմա միայն գործը։ Նորից ինչպես ժամանակացույցով, ժամը 6:30 մոտեցա տանը։ Նորից ձևացրի հերթափոխից հետո հոգնած տղամարդու, մտա բնակարան։ Կրկին ամբողջ գիշեր, հարցրեց Անահիտը, առանց գլխու շրջելու ղարարանից։ Այո, մռնչացի ես։ Խոհանոցում նստած էր Նարեկը, նա գունատ էր, աչքերի տակ մուգ շրջանակներով, գտալով խառնում էր Շիլան։ Նայեցի նրան, եւ սիրտս արյունով լցվեց։ Դիմացիր սիրելիս, մտքով ասացի նրան։ Դեռ 1 ժամ, պարզապես եւս 1 ժամ։ Նստեցի սեղանի շուրջ։ Անահիտը իմ առջև դրեց ծվածեղ։ Նայում էի նրան այդ կնոջը, ում հետ ապրել էի գրեթե 20 տարի։ Նա լրիվ օտար էր, կարծես առաջին անգամ էի տեսնում։ Հանգիստ դեմք, սովորական շարժումներ, իսկ ես գիտեի, որ նա հրեշ է։ Ստիպեցի ինձ ուտել, խեղդվում էի այդ ծվածեղով, խմում էի թեյով, գլխով էի անում նրա տնային հարցերին, խոսում էի գործի մասին, լարերի մասին։ Խաղում էի իմ վերջին դերը այդ սարսափելի ներկայացման մեջ։ Պարկեմ քնեմ, ասացի վեր կենալով սեղանից։ Գնա հանգստացիր, ասաց նա։ Թվաց թե նորից ուրախացավ։ Գնացի ննջասենյակ, բայց չհանվեցի։ Պարկեցի ուղիղ ջինսերով եւ սվիտերով, վերևից ծածկվեցի վերմակով եւ լսում էի։ Լսում էի բնակարանի յուրաքանչյուր ձայնը։ Սա հավանաբար իմ կյանքի ամենաերկար ժամն էր։ Լսում էի, թե ինչպես է նա ամանները լվանում, ինչպես է հաշվետվություն անում Նարեկին, որ դանդաղ է հագնվում դպրոցի համար, ինչպես է փոշեկուլով մաքրում միջանցքը եւ հետո այն, ինչ սպասում էի։ Լավ, ես գնում եմ շուկա, գոռաց նա, ինչպես հասկացա Նարեկին, որ ես վերադառնամ, դասերն արված լինեն, հասկացար։ Մուտքի դուռը խփեց, անցա միջանցք։ Նարեկը նստած էր իր սենյակում սեղանի մոտ, բայց տեսնում էի, որ նա դասեր չի անում, պարզապես մատիտով շրջում է թղթի վրա։ Որդիս, հանգիստ կանչեցի։ Նա դողաց, շրջվեց։ Աչքերում սովորական վախը։ Հագնվիր, ասացի, արագ։ Ուր, շշնջաց նա։ Մաման ասաց մենք գնում ենք։ Փորձում էի հնարավորինս հանգիստ խոսել, բայց կարծես ձայնս դողում էր։ Պարզապես հագնվիր, տաք հագնվիր։ Նա նայում էր ինձ ոչինչ չհասկանալով, վախը պայքարում էր շփոթության հետ։ Նա այնքան վախեցած էր, որ վախենում էր քայլ անել։ Հայրիկ, նա կզայրանա, շշնջաց նա։ Նա չի զայրանա։ Մոտեցա եւ վերցրի նրա բաճկոնը կախիչից։ Ես քեզ հետ եմ, ինձ հավատում ես։ Նա կանգ առավ։ Եվ ահա այդ պահը, այն, որ նա կանգ առավ, պատասխանելով ինձ հավատում ես հարցին։ Սա ամենասարսափելին էր, ինչ նա արել էր։ Նա գրեթե հաղթել էր։ Այլևս չսպասեցի։ Ինքս հագցրի նրա վրա բաճկոնը, նստեցրի աթոռակի վրա, սկսեցի կոշիկները հագնեցնել։ Հայրիկ, մի արա, հեքեկում էր նա, պետք է Նարեկ, պետք է։ Մինչ նա շշմած կանգնած էր միջանցքում, ես շտապեցի ննջասենյակ, բացեցի կոմոդը, հանեցի փաստաթղթերի թղթապանակը, իմ անձնագիրը, Նարեկի ծննդյան վկայականը, բնակարանի փաստաթղթերը։ Հետո մտա Նարեկի սենյակ, այդ սպիտակ լիցքավորիչը, գցեցի գրպանս բաճկոնի, գնացինք, բռնեցի նրա ձեռքը սառը սառույց էր։ Դուրս եկանք աստիճան ավանդակ, կողպեցի դուռը բանալիով։ Բանալու յուրաքանչյուր պտույտ սրտիս մեջ էր արձագանքում, ամեն ինչ, հետ դարս չկա։
Իջնում էինք աստիճաններով, միայն մեկ բան էի աղոթում, որ չհանդիպենք նրան, որ նա հիմա չգա հետ, լիքը պայուսակներով։ Դուրս եկանք մուտքից։ Սառը առավոտյան օդը հարվածեց դեմքիս, գրեթե վազելով քաշում էի որդուս դեպի մեքենան։ Հայրիկ, ուր ենք գնում, դպրոց կուշանանք, շշնջում էր նա։ Դպրոց չենք գնում որդիս։ Նստեցրի առջևի նստատեղը, ամրացրի, կես պտույտով գործի դարձավ, փառք Աստծո։ Ամբողջ ճանապարհին լռեցինք։ Մեքենան քշում էի քաղաքից դուրս եւ տեսնում էի, թե ինչպես է Նարեկը կողքից, վախեցած նայում ինձ։ Նա կծկված էր, սեղմված նստատեղին, սպասում էր, որ ես էլ կսկսեմ գոռալ, որ հիմա կպատժեմ նրան այս ամենը ստիպելու համար։ Տեսնում էի, որ գլխում նրա ինչ-որ աներևակայելի բան է կատարվում։ Այդ 3 գիշերները անցավ չէին անհետևա։ Նա նրա գլխում մցրել էր, որ ես թշնամի եմ։ Դուրս եկանք մայրուղի, մեր գյուրին հետ մնաց, քշում էի դեպի գյուղ։ Դա գյուղ է, քաղաքից 40 կիլոմետր հեռու, այնտեղ ապրում էր իմ մայրը, Աննան։ Քշում էի, իսկ ձեռքերս ղեկին դողում էին։ Արել եմ դա, տարել եմ նրան։ Ահա երևաց գյուղը, հին տնակներ, ցանկապատեր։ Հասա փողոցի վերջը, մորս տանը կանգնեցրի մեքենան։ Հասանք որդիս, իջիր։ Մայրս երևի պատուհանից տեսել էր մեքենան։ Դուրս եկավ աստիճան, հին, գլխաշորով։ Հայկ, ինչ է պատահել։ Տեսավ Նարեկին։ Օй Նարեկս, ինչու դպրոցում չես։ Ինչ է պատահել, Հայկ։ Դեմքդ չկա։ Մամ, հետո, ասացի հրելով Նարեկին դեպի տուն։ Թող մտնենք, ցուրտ է, թե յարամես, խնդրում եմ։ Մտանք տուն, ջերմության մեջ, այդ ծանոթ մանկությունից հոտը, վարարանի և չորացրած խնձորի։ Նստիր Նարեկ, նստեցրի նրան խոհանոցի մեծ կլոր սեղանի շուրջ։ Տատիկը շտապեց հանեց բաժակներ, մուրաբա, կտրեց հաց, նայում էր մեկ ինձ, մեկ նրան։ Տեսնում էր, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել, բայց լռում էր, իմաստուն է նա իմ մոտ։ Նարեկը նստած էր գլուխի իջեցրած, նայում էր սեղանին, նույնիսկ բաճկոնը չէր հանել, օգնեցի նրան հանել, նստեցի դիմացը։ Մայրս նրա առջև դրեց թեյի բաժակ և մուրաբայի ափսե։ Խմիր որդիս, տաք է։ Նա չշարժվեց, ձեռքս ձգեցի սեղանի վրայով, իմ մեծ կոպիտ կոշտ ձեռքը, և ծածկեցի նրա փոքրիկ ափը, որ սեղանի վրա էր։ Որդիս, հանգիստ ասացի, նայիր ինձ, խնդրում եմ։ Նա շատ դանդաղ բարձրացրեց աչքերը, այդ 8-ամյա աչքերը։ Ես ամեն ինչ գիտեմ, ասացի։ Նա դողաց, աչքերում վայրի վախ փայլեց։ Հայրիկ, ես սկսեց կակազել։ Հանգիստ, սեղմեցի նրա ձեռքը։ Գիտեմ հունցքի մասին, գիտեմ ամեն ինչ, ինչ մայրիկը գիշերով ասել է քեզ, գիտեմ ամեն ինչ, Նարեկ։ Նա նայում էր ինձ, չհավատալով, բայց ինչպես, կարևոր չէ, կարևորն այն է, որ դու ոչ մի բանում մեղավոր չես, ոչ մի բառով, ոչ մի արարքով, լսում ես ինձ, դու մեղավոր չես, և ահա նրա կզակը դողաց, այդ խեղճ սեղմված շուրթերը, քեզ այլևս երբեք ցավ չի լինի, ասացի այնքան ամուր, որքան կարող էի, խոստանում եմ քեզ, ոչ ոք և երբեք չի դիպչի քեզ, հասկացար, նա չգոռաց։ Նա արձակեց ինչ-որ բարակ, սարսափելի օրնոց, որը երևի պահել էր իր մեջ այս բոլոր ամիսները։ Նրա փոքրիկ մարմինը կռացավ, ընկավ գլուխը սեղանին և սկսեց լաց լինել։ Նա լաց էր լինում այնպես, ինչպես երեխաները չեն լաց լինում։ Օրնում էր հուսահատորեն խեղդվելով ցնցումներով, դուրս էր գալիս ամբողջ ցավը, ամբողջ սարսափը, ամբողջ մենակությունը։ Թռա վազեցի նրա մոտ, հանեցի սեղանից, բարձրացրի ձեռքերիս։ Նա կառչեց իմ բաճկոնից, պարանոցից, կարծես ես լինեի նրա միակ փրկությունը։ Ճնշվում էր ինձ և լաց էր լինում, ամբողջ մարմնով դողալով։ Լաց եղիր որդիս, գլխով էի շոյում նրան, իսկ ինձ մոտ արդյունքները հոսում էին այտերիս։ Լաց եղիր, ամեն ինչ լավ է, ամեն ինչ կանցնի։ Հայրիկն այստեղ է, հայրիկը հիմա միշտ կլինի այստեղ։ Մայրս կանգնած էր վարարանի մոտ, ձեռքերը բերանին սեղմած և նույնպես լաց էր լինում։ Նստած էի նստարանին, օրորում էի նրան ձեռքերիս, ինչպես փոքրիկին, և կրկնում էի միայն մեկը. ես այստեղ եմ, ես քեզ հետ եմ, ամեն ինչ ավարտվեց։ Չգիտեմ որքան նստած մնացինք այդպես, գուցե կես ժամ։ Վերջապես նա սկսեց հանգստանալ։ Հեկեկոցները դարձան ավելի հազվադեպ։ Պարզապես կառչեց ինձ և լռեց, ծանր շնչելով։ Նայեցի մորս։ Մամ, նստիր նրա հետ, ես պետք է գնամ։ Ուր ես գնում։ Նա մոտ, վախեցավ նա։ Մի արա Հայկ։ Ոչ, նրա մոտ, ոստիկանություն և խնամակալություն։
Հանեցի ջինսի գրպանից 3 փոքրիկ ֆլեշներն ու լիցքվորիչը։ Ամեն ինչ ձայնագրված է, մամ։ Յուրաքանչյուր նրա բառը, յուրաքանչյուր նրա հառաչանքը։ Այսօր ավարտում եմ դա։ Տվեցի քնած կամ ավելի շուտ ուժասպառ Նարեկին մորս ձեռքերին։ Նա վերցրեց նրան, սեղմեց իրեն։ Աստված իմ Հայկս, ինչ է սա, ինչ է նա արել, շշնջում էր նա, և գնջրոտ այտերով արդյունքները հոսում էին։ Մամ, ես կոճակեցի բաճկոնս, ձայնս ամուր էր։ Ինքս ինձ զարմացնում էի, որտեղից է այս ամրությունը եկել։ Թաքցրու նրան, ոչ թե նկուղում իհարկե, բայց եթե նա գա, եթե սկսի կոտրել, մի տուր, անմիջապես կանչիր թաղամասայինին։ Հասկացար։ Այո, հասկացա։ Ինքդ ուր ես գնում։ Ավարտելու, ասացի։ Թող նա այստեղ լինի, ոչ ոքի դուռը մի բացիր։ Գնացի։ Դուրս եկա տնից, նստեցի մեքենայի մեջ։ Ձեռքերս այլևս չէին դողում։ Գիտեք, երբեմն լինում է, երբ ամեն ինչ ներսում այրվում է, և մնում է միայն սառը ամուր մոխիր։ Ահա այն գրծքում այդ մոխիրն էր։ Քշում էի հետ դեպի Գյումրի, և գլխումս հստակ պլան էր։ Չգնացի տուն, ինչի համար։ Գնացի ուղիղ մեր ոստիկանություն։ Սովորական մոխրագույն շենք, աստիճան, կեղտոտ դուռ։ Մտա ներս։ Պտտվող դռան հետևում, ապակու հետևում նստած էր երիտասարդ ինչ-որ սերժանտ։ Դիմում եմ ուզում ներկայացնել, ասացի։ Նա ծույլ ներեց ինձ։ Ինչ հարցով։ Կինս երեխայի հետ դաժանորեն է վարվում։ Սերժանտը հառաչեց։ Աշխարհի ողջ ցանցրույթը այդ հառաչանքում էր։ Անմիջապես հասկացա, որ իր համար սա ընտանեկան կռիվ է, ամենօրյա խնդիր։ Ազգանուն, անուն, հայրանուն, հասցե։ Վերցրեց բլանկը։ Կինը նշանակում է խմում է։ Նա չի խմում, ասացի հնարավորինս հանգիստ։ Նա նրան խոշտանգում է։ Սերժանտը խրմփաց։ Խոշտանգում է, ուղիղ ասա այությունը։ Ծեծել է, կապտուկներ կան, կռվել եք, նա ականջները քաշել է, դու վազել ես բողոքելու, այդպես է։ Նայում էի նրան, նա ինձ, և հասկացա, որ խոսքերն այստեղ անօգուտ են։ Լուռ մտցրի ձեռքս բաճկոնի ներքին գրպանը։ Հանեցի այդ սպիտակ լիցքվորիչն ու 3 հիշողության քարտերը։ Տեսանյութ ունեմ, ասացի։ 3 գիշեր։ Ուզում ես տեսնել, թե ինչպես է նա դաստիարակում նրան։ Իմ ձայնում ինչ-որ բան հավանաբար խորապես հպվեց նրան, կամ տեսանյութ բառը։ Նա դադարեց շպտալ։ Ինչ տեսանյութ։ Այսպիսի ասացի ես, որտեղ նա նրան ծնկներով հունձքի վրա է դնում ամբողջ գիշերով, և որտեղ նա պատմում է նրան, որ հայրը, այսինքն ես, ատում եմ նրան և ուզում է թողնել։ Հարմալ է այդպիսի տեսանյութը։ Սերժանտը ինչ-որ կերպ հավաքվեց, ուշադիր նայեց ինձ։ Անցեք, ասաց նա արդեն այլ տոնով, և տարավ ինձ միջանցքով, տարավ փոքրիկ կաբինետ։ Այնտեղ նստած էր կին, համազգեստով, կապիտան, հոգնած, ոչ երիտասարդ, ծանր հայացքով, անչափահասների գործերով, հենց այն ինչ պետք էր։ Ահա տիկին Մարինա, ասաց նա, այստեղ քաղաքացին դիմումով է եկել, ասում է տեսանյութ ունի։ Նա բարձրացրեց իրան հետաքրքիր աչքերը ինձ վրա։ Լսում եմ, և ես սկսեցի խոսել հանգիստ, հերթով։ Որդուս ինչպես է փոխվել, կնոջս ինչպես է փոխվել, գիշերային հերթափոխերի մասին, ինչպես եմ թաքնվել պահարանում։ Նա լսում էր լուռ, առանց ընդհատելու։ Դեմքը քարե էր։ Երբ հասա պահարանի մասին, նա թեթևակի գլխով արեց, կարծես ամեն ինչ հասկացած լիներ։ Հետո գնեցի տեսախցիկ, ահա այն, և ահա 3 ձայնագրություն։ Դրեցի հիշողության քարտերը սեղանին։ Ունեք որտեղ նայել։ Նա լուռ հանեց գրասեղանի դարակից հին պետական նոթբուք։ Վերցրեց առաջին ֆլեշը և սկսեցինք նայել։ Ես արդեն տեսել էի դա։ Նայում էի նրան։ Սկզբում պարզապես մասնագիտորեն ուշադիր էր, բայց երբ սկսվեց երկրորդ գիշերը, որտեղ Անահիտը սկսեց ասել. «Դու ոչ ոքի պետք չես, հայրդ ամաչում է քեզանից, նա մեզ կթողնի քո պատճառով»։ Տեսա, թե ինչպես են ծնոտները սեղմվում, ինչպես են սեղանի վրա դրված մատները սպիտակում։ Նա դիտեց մինչև վերջ։ Հետո մտցրեց երկրորդը, հետո երրորդը։ Երբ վերջին ձայնագրությունն ավարտվեց, նա մի քանի վայրկյան լռեց, հետո դանդաղ բարձրացրեց աչքերը ինձ վրա։ Այդ աչքերում այլևս հոգնածություն չկար։ Այնտեղ ինչ-որ հանգիստ, սառը զայրույթ էր։ «Երեխան որտեղ է», հարցրեց նա։ «Իմ մոր մոտ, գյուղում, անվտանգության մեջ»։ «Կինը տան է»։ Հավանաբար շուկայում էր, երբ մենք գնացինք։ «Գրեք», նա մոտեցրեց ինձ բլանկը։ «Գրեք ամեն ինչ, ինչպես պատմեցիք, մանրամասն, պահարանի, տեսախցիկի, յուրաքանչյուր գիշերվա մասին»։ Եվ ես գրում էի, գուցե 2 ժամ։ Ձեռքս հոգնեց։ Նկարագրեցի ամեն ինչ,
յուրաքանչյուր բառ, որ հիշում էի։ Երբ ավարտեցի, նա վերցրեց թերթերը, վերցրեց ֆլեշները, դրեց ծրարի մեջ, կնքեց։ Լավ, նայեց ինձ։ Լսեք ինձ, սա ոչ թե ընտանեկան կռիվ է, սա հոդված 156 է։ Չհասունացածի դաստիարակության պարտականությունների չկատարում, կապված դաժան վերաբերմունքի հետ։ Իսկ այն, ինչ նա ասում էր, նա կակազեց։ Դա մենք ելի հոգեբանների միջոցով կանցկացնենք։ Սա արդեն խոշտանգում է։ Դուք ճիշտ եք արել, որ ձայնագրել եք։ Նա վերցրեց խողովակը։ Տվեք ինձ 2 մարդ եւ գազելը թող կանչեն հասցեով։ Նայեց իմ դիմումին, հյուսիսային շրջան։ Եվ ահա գրպանումս հեռախոսը զանգեց։ Հանեցի այն։ Էկրանին վառվում էր Անահիտը։ Նայեցի, նա գլխով արեց։ Միացրեք բարձրախոսը։ Սեղմեցի կոճակը։ Հայկ, գոռաց խողովակը այնպես, որ հավանաբար միջանցքում էլ լսվում էր։ Հայկ, որտեղ ես։ Ես եկա, տանը ոչ ոք չկա։ Ուր տարար Նարեկին։ Դու նրան գողացար։ Նա չէր հարցնում ինչ է պատահել։ Չէր անհանգստանում։ Զայրացած էր։ Ես ոստիկանությունում եմ, Անահիտ, հանգիստ ասացի։ Խողովակում լռություն ընկավ, այնպիսի, որ լսվում էր նրա շնչառությունը։ Որտեղ, շնչեցաց նա։ Ինչու։ Դիմում եմ ներկայացրել, թե ինչպես ես դաստիարակում որդուս։ Եվ նորից լռություն։ Հետո լսեցի, թե ինչպես է նրա ձայնը փոխվում։ Դարձավ լացակնքոտ, խշճալի։ Հայկս, Հայկ, ինչ ես ասում։ Ինչ դիմում։ Դու հարբած ես։ Ինչ եմ արել ես։ Ես պարզապես ուզում էի, որ նա մարդ դառնա։ Ես քեզ դատի կտամ զրպարտության համար։ Տեսանյութ ունեմ, Անահիտ, ասացի, եւ իմ ձայնը հնչեց, կարծես ուրիշ մեկն էր խոսում։ 3 գիշեր, հունձքը եւ քո բոլոր խոսքերը, որ ես չեմ սիրում նրան, որ նա ոչ ոքի պետք չէ։ Ամեն ինչ ձայնագրված է։ Խողովակը լռեց։ Լսում էի միայն նրա ընդհատվող, խղթված շնչառությունը։ Մի փնտրիր մեզ, ասացի։ Հիմա քեզ մոտ ոստիկանությունից կգան։ Սպասիր։ Անջատեցի զանգը։ Դիմացեք։ Հիմա կսկսվի։ Եվ սկսվեց։ Գրեթե մինչև երեկո նստած մնացի այդտեղ։ Հետո գնացինք մեկ այլ շենք, շրջանին մյուս ծայրում։ Նորից կաբինետ, նորից կանայք, նորից իմ պատմությունը։ Այստեղ արդեն այլ դեմքեր էին, ավելի պաշտոնական։ Նրանք ահա էին ասում, օհ էին անում, լեզուներ էին կտրում։ Բայց երբ տեսան տեսանյութը, ահանգը դադարեց։ Նայում էին լուռ, ինչ որ զսկնքով։ Աստված իմ, ասաց մեկը ամենագլխավոր բանը, եւ սա սեփական մայրն է։ Ստիպված եղա ստորագրել կույտ փաստաթղթեր, որ երեխան ժամանակավորապես ապրում է տատիկի մոտ, որ խնդրում եմ Աստված իմ, ինչպես է հնչում, երեխային մոր հետ շփումից պաշտպանել։ Երբ դուրս եկա այնտեղից, փողոցում արդեն մթնշաղել, լապտերները վառված էին, նստեցի մեքենան, զգում էի ինձ քամած, կարծես ինձանից ամեն ինչ հանել էին։ Զանգեցի մորս. «Մամ, ինչպես եք»։ «Ոչինչ, Հայքս»։ Ձայնը անհանգիստ էր։ Մի քիչ կերավ, հիմա նստած նկարում է, լռում է։ Նա եկավ, սառեցի։ Այո, ժամը 3-ի շուրջ։ Տաքսիով եկավ։ Դուռը պատուհանները ծեծում էր, գոռում էր, որ ես գող եմ, որ Նարեկին գողացել եմ։ Տուր որդուս, գոռում է։ Ես չբացեցի, ասացի ոստիկան կկանչեմ։ Գոռաց նստեց տաքսին ու գնաց։ Փակեցի աչքերս։ Նա այնուամենայնիվ գնացել էր այնտեղ։ Ոչ ոստիկանություն, ոչ ինձ մոտ։ Գնացել էր նրա հետևից։ Մամ, այլևս չի գա։ Նրա մոտ արդեն եկել են։ Նստիր նրա հետ, շուտով կլինեմ։ Մտա խանութ, գնեցի մթերք, ամբողջ պայուսակ, եւ վերադարձա գյուղ։ Երբ մտա տուն, Նարեկը վազեց ինձ մոտ, ոչ արդյունքներով, պարզապես վազեց եւ կարչեց ոտքիս, լուր կանգնեց, դեմքը սեղմաց իմ ծնկին, շոյեցի նրա գլուխը։ Որդիս, ես տանն եմ։ Դատարանը, ես ձեզ ասեմ, կինո չէ, այնպես չէ, որ բոլորը գոռում են եւ փաստաբանները գեղեցիկ ելույթ են ունենում։ Մեր դեպքում ամեն ինչ հանգիստ էր, եւ այդ հանգստությունից ավելի սարսափելի էր։ Նիստը փակ էր, որովհետև գործը երեխայի հետ էր կապված, նման բաները հանրության առջև չեն բերում։ Ես Անահիտը, դատավորը, տարեց, խիստ կին, ով կարծես ուղիղ հոգուն էր նայում։ Այդ կինը եւ մեր փաստաբանները։ Ինձ փաստաբանը պետությունն էր տվել, Անահիտը վարձել էր։ Նարեկին փառք Աստծո նիստին չէին տարել։
Մինչ այդ նրա հետ մի քանի անգամ աշխատել էր մանկական հոգեբանը, ում նշանակել էին. ես էի տանում նրան նրա մոտ։ Սկզբում նա լռում էր, պարզապես նստում էր եւ նկարում, միշտ նկարում էր սև տներ, սև պատուհաններ։ Իսկ հետո, կարծես երրորդ հանդիպման ժամանակ, նա սկսեց խոսել։ Հոգեբանը այդ երիտասարդ աղջիկը գտել էր նրա մոտ ինչ-որ բանալի։ Հետո նա գրեց եզրակացություն։ Ես կարդացի այն։ Մազերս դեմքիս վրա կանգնեցին, թեև կարծես ամեն ինչ գիտեի։ Այնտեղ կային բառեր, ծանր հոգեբանական տրավմա, սովորած անօգնականության համախտանիշ, ճնշված ագրեսիա, խորին մեղքի զգացում, արտաքինից պարտադրված։ Բժշկական բառերը չոր են, բայց յուրաքանչյուրի հետևում կանգնած էր իմ որդու ցավը։ Դատարանում ամեն ինչ սկսվեց Անահիտից։ Նա լաց էր լինում, չէր գոռում ինչպես այն անգամ հեռախոսով, հանգիստ դառը լաց էր լինում։ Նրա փաստաբանը անմիջապես բռնեց ցուլին եկջուրներից, ասելով, որ ամուսինը, այսինքն ես, ամեն ինչ հորինել եմ, որ ես բռնակալ եմ, որ վաղուց ուզում եմ նրանից խլել երեխային եւ բնակարանը։ Որ ես հատուկ, մտածեք, հատուկ հասցրել եմ նրան, որ նա կոտրվի, որ ես ամեն ինչ կազմակերպել եմ։ Նա ինձ հյուծում էր, հեկեկում էր նա նայելով դատավորին։ Միշտ լռում էր, միշտ դժգոհ էր, իսկ ես որդուս համար էի ջանում։ Ուզում էի, որ նա մարդ դառնա, որ նա չլինի։ Նա կտրեց, բայց ես հասկացա, թե ինչ է ուզում ասել։ Ինչպես ես։ Ինձ էլ այդպես են դաստիարակել, հանկարծ բղավեց նա։ Այո, ինձ անկյունում են թողել, եւ ոչինչ, մեծացա։ Իսկ նա արդեն ձեռքից դուրս է եկել։ Նա դադարեց ինձ հարգել, ես ոչ մի վատ բան չեմ ուզել, ես նստած էի եւ լռում էի։ Ինչ կարող էի ասել։ Նայում էի այդ կնոջը եւ ատելություն չէի զգում։ Ազնիվ ասած, զգում էի ինչ-որ սարսափելի սև դատարկություն եւ գուցե նույնիսկ խղճահարություն։ Նա իսկապես չէր հասկանում։ Նա անկեղծորեն հավատում էր, որ անում է ինչպես լավագույնը։ Շրջվեց դեպի ինձ դատավորը. Ինչ կարող եք ասել դաստիարակության մեթոդների մասին։ Մերկացա, ձեռքերս թեքևակի դողում էին։ Ես կարող եմ ասել միայն այն, ինչ տեսել եմ եւ լսել եմ։ Եվ այդ ժամանակ դահլիճում միացրեն ձայնագրությունները։ Իմ փաստաբանը խնդրեց, սկզբից ձայնը հենց երկրորդ գիշերը։ Դու ոչ ոքի պետք չես, հայրը ամաչում է քեզանից։ Հենց այդ պատճառով է գիշերները աշխատում, որ չուզենա տեսնել քեզ։ Նա մեզ կթողնի քո պատճառով։ Դահլիճում այնպիսի լռություն ընկավ, գիտեք ինչպես ջրհորում։ Տեսա, թե ինչպես է Անահիտը մատներով սեղմում նստարանը, ինչպես է նրա փաստաբանը խոնարհվում։ Նայում էր սեղանին եւ հետո միացրին տեսանյութը։ Երրորդ գիշերը այդ սարսափելի հատիկավոր սև սպիտակ պատկերը։ Ահա նա մտնում է, ահա ցրում է հունձքը, ահա բռնում է Նարեկին։ Անահիտը ձեռքերով ծածկեց դեմքը։ Անջատեք, գոռաց նա։ Անջատեք սա սուտ է։ Նա ամեն ինչ կազմակերպել է, սա մոնտաժ է։ Բայց դատավորը նայում էր, նա դիտեց մինչև վերջ։ Մինչև այն պահը, երբ Նարեկը կանգնած է այդ անիծված ծնկների վրա, իսկ նա շշնջում է նրան լռելու համար։ Որովհետև նրա ձայնը նյարդայնացնում է հորը։ Բաղական է, ասաց դատավորը։ Հետո կարդացին հոգեբանի եզրակացությունը։ Դատը երկար չտևեց, ընդամենը 2 նիստ։ Երկրորդում վերջինում մեզ խոսելու հնարավորություն տվեցին։ Անահիտը խառնաշփոթ խոսում էր, որ հիվանդ է, որ նյարդերը, որ այլևս այդպես չի անի։ Խնդրում էր չխլել որդուն։ Հետո հարցրին ինձ, վեր կացա։ Ձեր պատվավորություն, ասացի, եւ ձայնս չդողաց։ Ես նրան բանտ չեմ ուզում, ես նրան չարություն չեմ ուզում։ Հասկանում եմ, որ գուցե նրան էլ այդպես են դաստիարակել։ Նայեցի ուղիղ Անահիտին։ Բայց ես չեմ կարող թույլ տալ, որ նա կոտրի իմ որդուն։ Այլևս չեմ կարող վստահել նրան նրա կյանքը։ Ես պարզապես ուզում եմ փրկել նրան։ Դատավճիռը երկար կարդացին, պաշտոնական լեզվով, բայց էությունը պարզ էր։ Անահիտին լիովին զրկեցին ծնողական իրավունքներից, հաշվի առնելով դատավորը դադարեց։ Ակնհայտ հոգեկան խանգարման նշանները եւ այն, որ նա ինքը խոստովանել է, որ օգնության կարիք ունի։ Նրան նշանակեցին պարտադիր ամբուլատոր հոգեբուժական բուժում, մասնագետի հսկողություն եւ 100 ժամ հանրային աշխատանքներ։ Փողոցներ մաքրել։ Նա նստած էր ինչպես քար, կարծես դեռ չէր հասկացել, թե ինչ է պատահել։ Երբ բոլորը դուրս եկան, նա սպասում էր ինձ միջանցքում։ Դավաճան, ասաց նա դեմքիս։ Հանգիստ առանց գոռալու։ Դու ինձ դավաճանեցիր։ Դու կոտրեցիր ընտանիքը։ Վերջին անգամ նայեցի նրան։ Ոչ, Անահիտ, ընտանիքը կոտրեցիր դու։
իսկ ես պարզապես փրկեցի այն, ինչ մնացել էր։ Շրջվեցի եւ գնացի, այլևս չեմ տեսել նրան։ Անցել է 2 տարի։ Գիտեք, ժամանակը բուժում է, ոչ ամեն ինչ իհարկե։ Սպիերը մնում են, բայց օգնում է։ Այդ բնակարանը հյուսիսային շրջանում անմիջապես վաճառեցի, չէի կարողանում այնտեղ լինել։ Նույնիսկ իրերի համար չեմ գնացել, խնդրեցի մորս։ Մենք Նարեկի հետ այդպես ապրում էինք նրա մոտ, գյուղում։ Հետո գնեցի մեզ 2 սենյականոց, ավելի փոքր, քան նախորդը, բայց այլ շրջանում, այգու մոտ, մաքուր։ Հացի գործարանից իհարկե հեռացա։ Այլևս չէի կարող գիշերները աշխատել։ Որդուս պետք է ցերեկը, երեկոյան, միշտ։ Աշխատանքի անցա քաղաքային ավտոբուսի վարորդ, 12-րդ երթուղի։ Աշխատանքը տարբեր է։ Մարդիկ տարբեր են լինում, երբեմն նյարդայնացած։ Բայց ամեն երեկո ճիշտ ժամը 7-ին կայանում եմ ավտոբուսը եւ գնում տուն, որդուս մոտ։ Մենք ապրում ենք 2-ով, մեզ հետ նաեւ կատու։ Նրան փողոցից ենք վերցրել, նիհար։ Նարեկը հիմա 10 տարեկան է, նա դեռ դողում է։ Եթե փողոցում ինչ-որ կին բարձրաձայն գոռա իր երեխայի վրա, նա կծկվում է եւ փնտրում է իմ ձեռքը։ Հոգեբանը, ում մոտ դեռ շաբաթը 1 անգամ են գնում, ասում է սա արձագանք է։ Կարող է երկար մնալ, գուցե ընդմիշտ։ Բայց նորից սկսել է ծիծաղել, ոչ անմիջապես։ Հավանաբար 1 տարի հետո գնացել է նոր դպրոց։ Սկզբում լռում էր, վախենում էր, բայց հետո ոչինչ, ընկերներ գտավ։ Գրանցվել է շախմատի խմբակում, մանկական ստեղծագործության պալատում։ Ես ինքս զարմացա, իսկ անցյալ շաբաթ տուն բերեց մեդալ, փոքրիկ, բրոնզե, 3-րդ տեղի համար քաղաքային մրցաշարում։ Այդ երեկո նստած էինք խոհանոցում, մեր նոր փոքրիկ, բայց այնքան հարմարավետ խոհանոցում։ Թե էինք խմում կարկանդակով, որ գնել էի, եւ այդ մեդալիկը սեղանի վրա էր։ Եվ Նարեկը հանկարծ նայեց ինձ, լուրջ, ոչ մանկական։ Շնորհակալություն, հայրիկ, հանգիստ ասաց նա։ Ինչի համար, որդիս, չհասկացա։ Դու ինքն ես շահել։ Ոչ, գլուխը թափահարեց նա։ Շնորհակալ եմ, որ այն ժամանակ պահարանում թաքնովեցիր։ Եվ ահա այստեղ ես չդիմացա։ Ոչինչ չպատասխանեցի։ Պարզապես վեր կացա, մոտեցա նրան եւ ամուր սեղմեցի ինձ, իմ որդուն, այդպիսի տաք կենդանի իմը։ Այո, մենք կորցրինք այն ընտանիքը, որ ճանաչում էինք։ Գուցե այդ ընտանիքը երբեք չի եղել, չգիտեմ։ Բայց ես փրկեցի։ Փրկեցի ամենաթանկը, ինչ ունեի։ Ես փրկեցի որդուս։ Ահա սա ամեն ինչի համար։ Կյանքը շատ բարդ բան է։ Եվ երբեմն այն քեզ դնում է այնպիսի իրավիճակներում, որ թշնամուն չես ցանկանա։ Բայց ես մեկ բան հասկացա, երբեք մի շրջվիր, հատկապես սեփական երեխաներից։ Նայիր նրանց, լսիր նրանց, նույնիսկ եթե լռում են։ Երբեմն նրանց լռությունը ավելի բարձր է գոռում, քան ցանկացած խոսք։ Խնդրում եմ, պարզապես պահպանեք ձեր մերձավորներին։ Իսկ ձեզ մոտ եղել է այնպիսի բան, որ զգացել եք ձեր մոտիկ մարդու հետ վատ է, բայց նա չի կարողանում ասել։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես եք հասկացել, որ ժամանակն է միջամտելու։